փոխվել է ինչ ուղղությամբ, իրանք արդեն աշխատանային ուղղությամբ, արդեն համընդհանուր բնույթ չի կրում, իրանք արդեն դիֆերենցիալ են, արդեն հարուստ մասսային հանել են, այդ փողը պահել են, ավելի մեծացել են, հասել է մինչև $10,000, ավելի աղքատ միջին հատվածը օգտվում է դրանից։ Ընդ որում ասեմ դες իմանաք, որ այն Վրաստանի քաղաքացին, նույն ջավախցիները շատ լավ գիտեն դրա մասին, որոնք Վրաստանի քաղաքացի են, երբ որ գալիս էր ստեղ օպերացիա էր անում, այդ օպերացիան ինքը թուղթը տանում էր Վրաստան, իրան 40%-ով կոմպենսացնում էին այդ փողը։ Դուք հասկանում եք, այսինքն պետությունը, սոցիալական պետությունը, արդար պետությունը, այդպեսին պետք է լինի։ Այս մարդիկ եկել են իշխանության, կներեք, մենք ընդունում ենք, որ 30 տարի Հայաստանում տիրել է վայրի կապիտալիզմի, ասենց ասեմ, վայրի կապիտալ, օլիգարխիկ վայրի կապիտալիզմի խաղի կանոնները, որը մերժել է բոլոր իմաստներով։ Ես այն կարծիքին եմ, Մայր Հայաստան իր ծրագրերի մեջ այն ծրագրեր ունի, որ Հայաստանում իսկապես պետք է քաղաքակիրթ, նորմալ, սոցիալական դեմք ունեցող եւ նոր կապիտալիստական հարաբերությունների պետք է մենք անցնենք, որտեղ մարդը պետք է որոշակի պաշտպանություն ունենա, որտեղ պետությունը պետք է պարտավորություն ունենա մարդու հանդեպ։ Դա չի նշանակում, որ մենք պետք է անցնենք սոցիալիստական համակարգի, բայց կապիտալիզմը պետք է համատեղվի, հավասարակշռվի սոցիալական պարտավորություններով, որը մենք բացատրում ենք, թե ինչպես դա կարող է անի պետությունը, ինչպես որ դա անում է այսօրվա հարևան Վրաստանը, ինչպես որ դա անում է շատ էլի երկրներ, որոնք անցումային փուլում են գտնվում։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Այս մարդիկ, պարոն Բոզյան, ես ուզում եմ նաև շեշտել, որ նույն մակարդակի վրա գտնվող Վրաստան, այնպես է չթվալի, որ Շվեյցարիայի մասին ենք խոսում, չգիտեմ, դուք տեսեք ինչ փաթեթներ ունի եւ ամեն անգամ ես չեմ զլանում կրկնել, որ այս բոմժը, որ հանդիպում է Վրաստանի վարչապետի հետ, նախագահի հետ, ամոթ չի, որ դեբիլ ես, տգետ ես, ախորժակդ մեծ է, տահաս ես, փլուզել ես, սոցիալական աղքատության ծայրահեղ վիճակի, առողջապահական ծայրահեղ վիճակի ես հասցրել, խնդրի աղաչի թող քեզ ասեն ինչ են արել, կրկնի, չէ՞։ Առնվազն դա կարող է անել։ Արդեն կանանք մոռանանք ինքը մեծ հաշվով հեռանալու է։ Չէ, այդ օրինակը բերեք, որ այդ աշխատել էլի, ասեն հնարավոր չի, չգիտեմ ինչ, 7 տարի ավիրում ես տական։ Նախկին իշխանության ժամանակ էլ չկար դա, բայց գոնե չափերի մեջ էր ամեն ինչը։ Այսինքն այն գները, որ հիմա կան խանութներում, բաներում, շուկաներում, այն գները, որ հիմա թանկացում են։ Ես այստեղ գիտեք ինչ քննարկումներ անում։ Ձուն 10 դրամով բարձրացել է։ Այդպես մի հատ բոմժակույտ կարելի սոցիալական հարցերով։ Այս Սորոսի փողերը դռներս կոտրում էին, ամեն օր գային ասեին, սոցիալական էս հարցը, բանտում մարդ է մահացել, բանակի սահմանում չգիտեմ ինչ, մի հատ թվերը նայեք։ Տեսեք, քանի ես մի բան ասեմ ձեզ, այդ ճնշումները որ կար, որոշակի զսպողներ էր կատարում։ Հիմա չկա այդ ճնշումը։ Այսինքն այն ժամանակ որ կար, ճնշման ձևը կար, որը հասկանալի էր, բայց հիմա որ ճնշումը չկա, դա նշանակում է բոլոր այն մարդիկ, որոնք իբր թե պայքարում էին մարդու իրանքների համար, դրանք բոլորը խաբեբաներ են դուս եկել, պարզապես գրանտային ծրագրեր էին աշխատացնում, իրանց տերերի կողմից այդ գրանտային ծրագրով փող էին աշխատում։ Հիմա որ չեն աշխատացնում այդ ամեն ինչը, դա դրա վառ վկայությունն է։ Պարոն Բոզյան, եւ նաեւ ուզում եմ խոսեք դրա մասին։ Ամոթա գիտեք ինչին, ամոթա այն, որ այսօրվա մեր քաղաքական վերնախավը փաստացի սոցիալական դիմագիծ չունի, այսինքն սոցիալական խնդիրները օրակարգ չունի պայքարելու սեփական ժողովրդի համար։ Եթե Արցախի հարցը իրենց չի հետաքրքրում, մեզ էլ չի հետաքրքրում, իրացածը կերակ, դիմադրության շարժման կազմակերպիչներ կերակ, կամ էլ մյուսը Սրբազանի կամ դրանից չէ։ Մի րոպե, Որտեղ այդ ժամանակ իրանց ասում ենք սոցիալական թեման էլ է կարևոր, ասում ենք կարևոր չի։ Տեսեք, ես մարդկանց չեմ ուզում մեղադրականով հանդես գտնել, մարդիկ չէ, տեսեք, հա, հետևությունը հետևանն է, մարդիկ իսկապես անկեղծորեն ազնվորեն պայքարել են Հայաստանի ազատագրման համար, բայց չեն գիտակցել սոցիալական օրակարգի կարևորությունը։ Հիմա այդ մարդկանց չի կարելի մեղադրել։ Ընդ որում դա միայն հայ ժողովրդին բնորոշ չի, աշխարհի բոլոր դժգոհությունների հիմքերի հիմքը, ինչ ուզում ես երկրի կեսը տալ։ Այդ մարդիկ դժգոհ են իրաց հաց չլինելուց, իրաց սոցիալական առողջապահական հազարումի հարցից։ Հիմա դուք բանկի մասին խոսում եք։ Օրինակ բերեմ, այդ նույն տրանսպորտի գինը, դա տրանսպորտի գինը մենակ տրանսպորտի գին չի։ Դա խարդախությունն ասեք, 150 են դարձել, եկամուտը նվազել է։ Նա այդ խարդախությունը թվերով բացատրեք, ինչ են անում։ Իրանք 150 300-ից ճնշվել արդյունքում դարավ 150 դրամ, բայց տեսեք ինչն է հետաքրքիրը։ Ուրեմն այդ պարկովկաների գները, որ իրանք բարձրացրեցին, չէ՞, այդքան, չէ՞։ Այդ մենակ այդ պարկովկաների գները, այդ ավտոմատ կողքի սաղ պարկովկաները, որ մասնավոր էին, դրանք էլ անգամներով բարձրացին։ Հիմա մեր Հայաստանի քաղաքացին, Երևանում ապրող քաղաքացին շատ լավ գիտի, որ օրինակ երբ որ հերացու վրա այդ բժշկական կենտրոնում գնում է պարկովկան, եթե առաջ 200 դրամ էր մի ժամը, հիմա դեռ էլ է 500 դրամ։ Հասկանում եք։ Այսինքն պատկերացեք ինչ ցինիզմ է, էլի ասենք մի ժամը 500 դրամ։ Բայց իրանք ինչի են բարձրացրել։ Որովհետև շատ տրամաբանական է, եթե պետությունը օբշ ընդհանուր բարձրացնում է պարկովկաների գինը,
Մասնավորները արդեն համապատասխան իրենց կողմից են բարձրացնում։ Նույն process-ը գնում է նաև այլ ոլորտներում։ Եթե տրանսպորտի գինը բարձրանում է, ուրեմն միջքաղաքային տրանսպորտի գինն էլ է բարձրանում, տաքսի գինն է բարձրանում, բոլորի գինները, այսինքն այս մարդիկ պարզապես մարդկանց դրել են ուղղակի անտանելի վիճակի մեջ։ Մարդիկ ուղղակի աներևակայելի, պարզ մի բան ասեմ, ինչի պետք է Թբիլիսի քաղաքում 2 անգամ ավելի էժան տրանսպորտի գինելի, քան Երևանում։ Կարեք ինձ ասեք։ Նույն Որտեվ ապաշնորհ թալանչի է, ապաշնորհ թալանչի արդյունքն է, նույն բանը համախառն ներքին արդյունքն է, նույն միջին աշխատավարձն է, մոտարապես հենց ասեմ, նույն բաներն են։ Ինչի պետք է 2 անգամ ավելի էժանանալի, քան դա։ Կարեք ինձ ասեք։ Բենզինի գինն էլ մոտարապես նույնն է, 10%-ի տարբերություն է գալիս, մեկ ընդեղ էժանանում, մեկ մեր մոտ էժանանում, նույնիսկ ասենց ասեմ։ Հիմա հարց, ի՞նչն է պատճառը։ Այսինքն պատճառը մենակ մի բանի մեջ է հանրելա, որովհետև մեր ժողովրդին պետք է պատրաստել կազմակերպված, որ ինքը կարողանա բողոքի իր հանդեպ կապ չունի թող կլինի իշխանությունը։ Այս իշխանությունը կլինի թե վաղ ուրիշ իշխանություն կլինի, ժողովուրդը պետք է ունենա համակարգեր բողոքելու հնարավորություն տա։ Այսինքն այդ բողոքելու հնարավորությունների մեխանիզմը պետք է դու քաղաքական վերնախավ ասակի, ժողովրդին պետք է կազմակերպի քաղաքական վերնախավը։ Ոչ թե նստի մենակ կաֆեի բամբասանքներով զբաղվի եւ նրան ինչ-որ բաներով մեկ մյուսին փնովելով։ Պարոն Բոզյան, հիմա դուք ուզում եք ասել, որ բանկերը այսպիսի ահռելի եկամուտներ են ստացում, քառապատկվել է իրենց եկամուտը եւ սան անմասն են Նիկոլն ու իր թիմը։ Իհարկե դա բացառված է։ Պարշի ինչի մասն է խոսքը։ Եթե պետության ղեկավարը 0 ճնշում է ցույց տալիս բանկերի վրա, նախկինի ժամանակ ոնց էր որ անդադ պետության ղեկավարը կենտրոնական բանկի նախագահի, բանկերի ասոցիացիայի ղեկավարը անդադ հանդիպում խոսում են զսպող մեխանիզմներ էին բանանում, որպեսզի այդպես բան չլինի, որտեղ այս մարդիկ կներեք ոչխար չեն, մարդ են, չէ՞, մարդ ուզում է ապրի, չէ՞։ Դու լավ այս աստիճանի գրփելու մակարդակով տանես այս process-ը, բայց պարզ չի որ դու ու դրա ունի ինչ են դրել։ Սա կապիտալիզմ չի, սա ոչ թե վայրի կապիտալիզմը չի, սա խուլիգանություն է, սա մոնստրություն է, այս ուրիշ ձևակերպ սենց լկտի մակարդակի քաղաքականություն, որ տարվում է այսօր Հայաստանում բանկերի կողմից ասեք։ Սա ոչ թե վայրի կապիտալիզմը նախկինում էր, սա պրոստը խուլիգանություն է, հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Այս ժողովուրդը ոնց կարող ապրի այս վարկերի ճգռած այս վարկերի տակ, այս ժողովուրդը ոնց կարող ապրի այս կոմունալ ծախսերի տակ, այս գների պարագայում, մարդիկ ոնց են ապրում, մարդը կներեք ոչխար չի, մարդը ի տարբերում է ոչխարից եւ ասեմ ձեզ մարդկանց ճնշող մեծամասնությունը դա հասկացել է արդեն մնում է հասկանա մեր քաղաքական վերնախավը եւ կարողանա սոցիալական adekvat օրակարգով հանդես գա որ չկա դրա համար մարդկանց մոտ առաջացել է բանը դժգոհություն բոլորի նկատմամբ սա է խնդիրը բայց նույնիսկ եմ ասում բարեբախտաբար այդ դժգոհությունը արդեն կուտակված է մարդիկ ինքնուրույն ոչ թե բացատրել ինքնուրույն արդեն հասկացել են որ այս մարդիկ իրականում ամբողջով իրենց սպառել են ինքնուրույն հասկացել են որ Հայաստանը արդեն լրջագույն անվտանգության խնդիրներ ունի իրենց ոչ մեկ չի բացատրում դա մենակ խոսում են վերնաշենքային ամենապարզունակ խնդիրների մասին թուրք դավաճան բան այդ հասկանալի է բայց ոչ մեկ չի բացատրում ավելի ֆունդամենտալ թե ինչ այդ քանի որ ոչ մեկ չի բացատրում մարդկանց մոտ այնուամենայնիվ խճճված է տարբեր պատկերացումներ եւ ինքն էլ իրեն իրավունք է վերապահում ասի որ 4 միլիարդի բան են բերել ես խնդրում եմ այդ ստին ու այլանդակությանը տեսեք ես մի կարևոր մոմենտ էլ ասեմ ձեզ տեսեք մարդկանց մոտ վախի խայտարակ վախի մտնոլորտ կա ասեմ ինչի է տեսեք հիմա տեսեք ուրեմն այս իշխանությունը ասում է մենք մենակ ենք մնացել որտեղ մեզ ոչ մեկ չի պաշտպանում դա հայտարարում է տենց բան չէ հիմա տեսեք ինքը հայտարարում է եւ քանի որ ոչ մեկ չի ասում որ մենք կարանք ունենանք լուրջ մակարդակի ռազմավարական դաշնակից մարդիկ ամանչում են դրա մասին խոսալ հասարակ մարդն էլ է սկսում վախենալ ասում հա եթե ոչ մեկ չի ասում որ մենք կարանք լուրջ դաշնակից ունենանք ուրեմն փաստորեն մենք դաշնակից օբյեկտիվորեն չենք կարող ունենալ եթե մենք չենք կարող ունենալ ուրեմն այս մարդը որ գնում է զիջումների ուրեմն